Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Բանակում ունենք զոհ։ Այսօր զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին հրազենային վնասվածքով։ Ընթանում է քննություն։ 33 տարի առաջ այսօրն Արցախն ընդունեց անկախության հռչակագիրը։ 2020 թվականի 44-օրյա եւ 2023 թվականի 1-օրյա պատերազմներից հետո Արցախն Ադրբեջանի կողմից ամբողջությամբ օկուպացվեց եւ հայաթափվեց։ Այժմ էլ Բաքուն նոր սպառնալիքներ եւ պահանջներ է ներկայացնում արդեն Հայաստանին։ Հրապարակվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության օրերս ստորագրված կանոնակարգը։ Խաղաղության գործընթացում եւս մեկ առանցքային քայլ կատարելուն զուգահեռ Մոսկվայից եւ Բաքվից կրկին մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի Հայաստան։ Ադրբեջանն արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի իմիտացիա է անում, փորձելով աշխարհին ցույց տալ, թե մեր տարածաշրջանում ինքն ու Ռուսաստանն են այն պետությունները, որոնք պետք է թելադրող լինեն։ Նման կարծիք է հայտնել Հայկ Սուքիասյանը, քաղաքագետի հարցազրույցը Free News-ին։ Վրաստանի պաշտպանության նախարարի հրավերով Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է։ Արդեն կայացել է երկու նախարարների առանձնազրույցը եւ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Առավոտյան Սյունիք այցից ու այնտեղ նորակառույց դպրոցի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեխնոջ եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ մեկնել է Կիրանց, որտեղ եւս մասնակցել է նորակառույց դպրոցի բացմանը։ Նա Telegram-ի իր էջում գրառում է կատարել եւ կից տեսանյութ հրապարակել։ Դպրոցները համալրվում են նոր չափորոշիչներին համապատասխան նոր դասագրքերով։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը գիտելիքի օրվա առթիվ իր շնորհավորական ելույթում նշել է, որ սկսվող ուսումնական տարին ազդարարվել է մշակութային կրթության տարի։ Այսօր ժամը 10:10-ի սահմաններում զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ ազելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին։ 33 տարի առաջ այսօրն Արցախն ընդունեց անկախության հռչակագիրը։ 2020 թվականի 44-օրյա եւ 2023 թվականի 1-օրյա պատերազմներից հետո Արցախն Ադրբեջանի կողմից ամբողջությամբ օկուպացվեց եւ հայաթափվեց։ Այժմ էլ Բաքուն նոր սպառնալիքներ եւ պահանջներ է ներկայացնում արդեն Հայաստանին։ Ալիևի օգնականը Հայաստանն անվանել է օկուպանտ եւ պահանջել սահմանափակումներ կիրառել մեր երկրի զինված ուժերի նկատմամբ, իսկ ԵՄ-ի դիտորդական խմբին էլ հեռացնել սահմանից։ Ադրբեջանի արտաքին գերտեսչության խոսնակն էլ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շաբաթօրն արած հայտարարություններին։ 1991 թվական, սեպտեմբերի 2, Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունվեց հռչակագիր, որով Արցախի հանրապետությունը դուրս եկավ խորհրդային միության կազմից։ 3 ամիս անցել, դեկտեմբերի 10-ին արցախահայերը հանրաքվեով պաշտոնապես արձանագրեցին անկախացումը։ 2020 թվական, սեպտեմբերի 27 Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Արցախի սահմանի ամբողջ երկայնքով։ 44 օր տևած մարտերից հետո Արցախը կորցրեց Հադրութը, Շուշին, Մարտունու եւ Ասկերանի շրջանների մի հատվածը, Կովսականը եւ Ջրականը։ Իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաեւ Բերձորն ու Քարվաճառը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Ադրբեջանն Արցախի կեսից ավելի տարածքներն օկուպացնելուց հետո կրկին անցավ լայնածավալ հարձակման։ Մեկ օր տևած դաժան մարտերից հետո Արցախի պաշտպանության բանակը հարկադրված սպիտակ դրոշ պարզեց եւ զինաթափվեց։ Այնուհետև արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց տներից եւ ապաստան գտան Հայաստանում։ 33 տարի է անցել Արցախի անկախության հռչակագրի ընդունումից եւ գրեթե 1 տարի հայաթափումից։ Հայաստանը խաղաղության օրակարգ է որդեգրել։ Ադրբեջանը եւս ամեն պատեհ առիթով բարձրաձայնում է խաղաղության պայմանագիր ստորագրելու պատմական հնարավորության մասին, բայց միաժամանակ շարունակում է դրա համար նախապայմաններ առաջարկել։ Արցախում էթնիկ զտում իրականացրած Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանը սահմանադրությունը փոխելու պահանջից հետո հիմա էլ հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերի նկատմամբ պետք է կիրառվեն սահմանափակումներ։ Արցախն օկուպացրած բռնապետական վարչակարգի ներկայացուցիչը Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը համարձակվել է Հայաստանին անվանել օկուպանտ երկիր։
Եթե ուշադրություն դարձնենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնենք, որ կան շատ փոքր թվով պետություններ, որոնք օկուպանտներ եւ ագրեսորներ են, որոնց թվում է նաեւ Հայաստանը։ Ադրբեջանցի պաշտոնյան նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ վաղուց եկել է այն լուծարելու ժամանակը։ Հայաստանի ղեկավարն օգոստոսի 31-ի ասուլիսին հայտարարել է, որ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է համարում միայն խաղաղության համատեքստում։ Հաջիևը նաև նշել է, թե իբր Ադրբեջանի սահմանադրությունում որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնող կետեր չկան։ Մինչդեռ Փաշինյանն ասուլիսին անդրադառնալով Բաքվի Հայաստանի մայրօրենքը փոխելու պահանջին, շեշտել էր, որ Ադրբեջանի սահմանադրությունում առկա են տարածքային պահանջներ ներկայացնող դրույթներ։ Սահմանադրությունների միջև համեմատությունը համարում ենք բառախաղ։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանի վարչապետին եւ քաղաքական ղեկավարությանը քայլեր ձեռնարկել իրական խաղաղության օրակարգը խթանելու, տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ խաղաղ օրակարգային աջակցության համար։ Իդեպ, Հայաստանի ղեկավարի սահմանադրությանը վերաբերող հայտարարությանն արձագանքել է նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Այն պնդումները, թե իբր Ադրբեջանի սահմանադրությունում Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ կան, բացարձակապես սխալ են։ Այս հարցում Ադրբեջանի սահմանադրության եւ Հայաստանի սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու եւ հավասարություն ստեղծելու փորձ անընդունելի է։ Իսկ թե որ տարածքներն են Ադրբեջանի կազմում եղել առաջին հանրապետության ժամանակ եւ երբ են դրանք ներառել Հայաստանի կազմում, պատմական փաստեր են, եւ այդ փաստերը չի կարելի հերքել։ Այս հայտարարությամբ պաշտոնական Բաքուն հող է նախապատրաստում տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Սա դեռ բավական չէ, Հիկմետ Հաջիևը նաև հայտարարել է, թե անհրաժեշտություն չկա, որպեսզի Եվրոպական միության մոնիթորինգային խումբը շարունակի առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը ընթանում է խաղաղության եւ փոխընդբռնման պայմաններում, մենք կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության մոնիթորինգային առաքելությունը գործի հայկական կողմի սահմանի մոտ։ Ժամանակ է եկել է դադարեցնելու այս առաքելության գործունեությունը։ Ալիևի օգնականը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են կանոնակարգը հաստատող փաստաթուղթը։ Նրա խոսքով կողմերը փոխըմբռնման պայմաններում կշարունակեն սահմանազատման գործընթացը։ Իդեպ, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ Պրահայում անցկացվող համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի խմբագրված 10-րդ տարբերակը։ Փաշինյանն էլ ասուլիսին հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածներից 13-ը։ Համաձայնեցված է նաև համաձայնագրի եւս 3 հոդվածների բառապաշարի մեծ մասը։ Ավելին, վարչապետը հայտնել էր, որ Երևանը նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին, ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Սեպտեմբերի 1-ին Պրահայում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Գլոբ-Սեք համաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկմանը։ Նա իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշելով, որ Երևանը Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը։ Նախարարի տեղակալը վերահաստատել է Հարավային Կովկասում եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը։ Հրապարակվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որում եւս մեկ անգամ արձանագրված է կողմերը սահմանի զատման եւ գծման գործընթացը իրականացնեն հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Խաղաղության գործընթացում եւս մեկ առանցքային քայլ կատարելուն զուգահեռ Մոսկվայից եւ Բաքվից կրկին մեղադրական սլաքներն ուղղվել են դեպի Հայաստան։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախագահների ստորագրած համատեղ գործունեության կանոնակարգով եւս մեկ անգամ հստակեցվում է. կողմերը սահմանի զատման եւ գծման գործընթացը կիրականացնեն հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Հայկական կողմը հրապարակել է օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգի բովանդակությունը, որում հիմնականում ներկայացված է, թե ինչպես են համակարգելու հետագա աշխատանքները ու նաև ընդգծված է, որ սահմանազատման աշխատանքները շարունակելու են իրականացնել հատվածական։ Այս փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ կողմերը գրավոր ծանուցումով կտեղեկացնեն, որ ավարտել են անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը։ Մասնավորապես Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի վաղ տեղեկացրել է, որ կանոնակարգը կուղարկվի սահմանադրական դատարան, իսկ հետո կներկայացվի կառավարությանը եւ ազգային ժողովին։
Խաղաղության գործընթացում եւս մեկ կարևոր քայլ կատարելուն զուգահեռ Բաքվից եւ Մոսկվայից հնչել են հերթական հայտարարությունները, այս անգամ արտգործնախարարների մակարդակով։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Լավրովին զայրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 31-ի ասուլիսին արած այն հայտարարությունը, թե Մոսկվան չի կարող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում լինել միջնորդ, եթե այդ երկիրը Հայաստանին մեղադրում է սաբոտաժ իրականացնելու համար։ Ավելի վաղ Լավրովը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե իբր տարածաշրջանային հաղորդակցուղիները չեն բացվում Հայաստանի սաբոտաժի պատճառով։ Լավրովը նաև նեղված է, որ Ռուսաստանին թույլ չեն տալիս խորհուրդներ տալ կողմերին սահմանազատման գործընթացում։ Նա կրկին անհասկանալի մեղադրանքներ է ներկայացրել Հայաստանին։ Չեն ուզում, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցում խորհրդատվություն տա։ Միևնույն ժամանակ ձգտում են անընդհատ ներգրավել Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Փարիզին։ Ցանկացած գործընթացում փորձում են ներգրավել իրենց հովանավորներին։ Դա նրանց ընտրությունն է, բայց նախ պետք է պայմանավորվել ադրբեջանցի հարևանների հետ։ Այլ ճանապարհ չկա։ Լավրովը նշել է, որ Երևանն ու Բաքուն կարող են շարունակել բանակցությունները երկկողմ ձևաչափով, բայց իրեն անհանգստացնում է, որ 2020-ից 2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Փաշինյանը եռակողմ պայմանավորվածությունների վերաբերյալ ասուլիսին նշել էր. Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում գերիների պատանդների համատեքստում։ Վարչապետը նաև շեշտել էր, որ Երևանը հետ չի կանչի իր ստորագրությունը եռակողմ համաձայնագրից։ Լավրովը կրկին հիշել է եռակողմ համաձայնագրի 9-րդ կետը եւ նշել. Երևանը կարծում է, որ դա պետք է իրագործի ուղղակիորեն Ադրբեջանի հետ, բայց եթե դա նրանց մոտ ստացվի, ապա ի սեր Աստծո կարող են անել։ Հաղորդակցուղիների վերաբերյալ Փաշինյանը շաբաթ օրը հետևյալն էր ասել. Տարածաշրջանի կոմունիկացիաները չեն բացվել մինչև այս պահը նաև ՌԴ որոշ գործընկերների նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող եւ դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ Հաճախ այդ մեկնաբանությունները հակասել են Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի ձևակերպումներին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էլ դժգոհություն է հայտնել, հայտարարելով, որ Երևանից Բաքու ուղարկված խաղաղության պայմանագրի տեքստի խմբագրված 10-րդ տարբերակից դուրս է մնացել նրա բնորոշմամբ մի քանի կարևոր կետեր։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը եւ դրա յուրաքանչյուր կետ շատ կարեւոր են։ Մեր խորհուրդն է հայկական կողմին ավելի լուրջ մոտենալ այս հարցին։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ համապատասխանում է մեր ազգային շահերին։ Ադրբեջանի գլխավոր դիվանագետը նաև հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանի զինումը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնմանը։ Անդադար զինվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը անհանգստություն է հայտնել եւ նշել, որ Հայաստանի ռազմական բյուջեն աճել է մոտ 50%-ով։ Կարևոր է ընդգծել, որ Փաշինյանն ասուլիսին եւս մեկ անգամ շեշտել էր, որ Հայաստանը մարտունակ բանակ ունենալու իրավունք ունի։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանն արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի իմիտացիա է անում, փորձելով աշխարհին ցույց տալ, թե մեր տարածաշրջանում ինքն ու Ռուսաստանն են այն պետությունները, որոնք պետք է թելադրող լինեն։ Free News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, խոսելով BRICS-ին Բաքվի հնարավոր անդամակցության մասին։ Քաղաքագետի համոզմամբ այս կառույցի անդամ երկրներն առանձին վերցրած աշխարհի այլ պետությունների հետ ունեն բավականին լուրջ խնդիրներ, ուստի պետք չէ նաև գերագնահատել BRICS-ի դերը աշխարհաքաղաքական գործընթացներում։ Թեմային անդրադարձել է իմ գործընկեր Դիանա Դարցյանը։ 99%-ով կասկածում եմ, որ Ադրբեջանը կանդամակցի BRICS-ին, շեշտում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, իր կասկածը հիմնավորելով այսպես. Ինքը BRICS չի մտնել, որովհետև Ադրբեջանի նավթ արդյունաբերության 90% Անգլիայից է կախված։ Իսկ այդ պետությունը նավթի տակառների վրա նստած պետությունը նա գնալու է, թողելու է ամբողջ անգլիական նավթ արդյունաբեր, թողելու է, նա ձևացնում է մանևրի հնարավորություն, ոչ թե որ անպայմանորեն գնալու է այնտեղ։ Դրա ոչ մեկ այնտեղ չի ինքը ով է որ BRICS մտնի։ Սրանից զատ մեկ այլ կարևոր հանգամանք եւս։ Իրեն BRICS կընդունեն մի պարագայում։ Ենթադրենք, եթե ընդունել։ Եթե ինքը Հայաստանի խաղաղության պայմանագիր կնքի, ուրիշ պարագայում իրեն BRICS-ն ընդունել։ Ինքը իր գանգին ունի պարտականություն հավաքական արևմուտքի կողմից, նաև միջազգային կազմակերպությունների կողմից, որ արագ պետք է խաղաղության պայմանագիր կնքի։ Եթե ինքը դառնում է BRICS-ի անդամ, դա նշանակում է կոմունիկացիաների բացման հարց է առաջանում։
ոչ թե Հայաստանի հետ, այլ բրիկսի երկրների հետ։ Կոմունիկացիաների մեջ մենք մեծ ներդրում։ Այդ մեր վիճակը հիմա է մի քիչ վատ։ Բա որ ասենք մի 5 տարի հետո շատ լավ եղավ, մենք խփեցինք այդ կոմունիկացիաները փակեցինք։ Իրան ով է ընդունելու։ BRICS կամ այլ կերպ ասած 5 երկրների խումբ, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Միթե սրանք այն պետություններն են, որոնց համար Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը սկզբունքային այնպիսի պահանջ է, որը չբավարարելու դեպքում Ադրբեջանին կասեն «ցտեսություն, դու այստեղ անելիք չունես»։ Դիտարկմանս Սուքիասյանը արձագանքեց։ Ուրիշ տեսանկյունից գա։ Իսկապես Հարավային Աֆրիկայի երկրների համար շատ ցանկալի է, որ Ադրբեջանը BRICS-ի անդամ դառնա։ Հարավային Աֆրիկա որտեղ, Ադրբեջանը որտեղ։ Աֆրիկացիները Ադրբեջանի տեղից են, հա? Երկրորդը, դա նշանակում է ներքին կանոնադրություն ունեն, ներքին օրենսդրություն կա, կոմունիկացիաների հարց կա։ Մենք իհարկե շատ կոմունիկացիաների հասու չենք, բայց մենք տարածաշրջանային կոմունիկացիաների գլխին նստած պետություն ենք։ Իլհամ Ալիևին գրկաբաց սպասում են աշխարհում միայն 2 կիսամեռ կառույց՝ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Հեգնես քաղաքագետն ու այսուհանդերձ հավելեց. BRICS-ին Բաքվի պայմանական անդամակցությունը կարող է ձեռնտու լինել նաև Հայաստանի համար, իսկ թե ինչու, պարզաբանեց։ Դուք կտեսնեք, որ Ալիևը վաղը միսօր շատ հնարավոր է, եթե մի քիչ էլ համարի BRICS մտնելու, British Petroleum-ից գանքի ստանալու է Անգլիայի կողմից։ Ասեմ ավելին, ինքը շատ այլ պետությունների կողմից թիրախավորվելու է։ Օրինակ ես շատ ուզում եմ, որ ինքը BRICS մտնի, եւ Անգլիա եւ Արևմուտքի կողմից թիրախավորվի։ Թող մտնի հենց։ BRICS-ին Ադրբեջանի անդամակցության մտադրությունը հայտնի դարձավ Մոսկվա-Բաքու ամենաբարձր մակարդակով բանակցություններից հետո, երբ Կրեմլի ղեկավարը օգոստոսի 18-ից 19 պետական այցով ժամանել էր Բաքու։ Պուտին-Ալիև քննարկումների օրակարգում տեղ գտած այս որոշումը զետեղվել էր նաև ռուս-ադրբեջանական համատեղ հայտարարության մեջ, իսկ այնուհետև այն վերահաստատեց նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Եթե Ադրբեջանը այս կերպ փորձում է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի իմիտացիա ստեղծել ու միաժամանակ նման թեզերով կերակրել նաև ներքին լսարանին, ապա ինչպես սա դիտարկել Մոսկվայի դեպքում, որն է Վլադիմիր Պուտինի այսպես կոչված նման հրավերի դրդապատճառը։ Ուկրաինայի պատերազմի 60 կամ 50% հովանավորը Եվրոմիություն։ Հիմա Ուկրաինան մտել է Ռուսաստանի տարածք։ Ռուսաստանը BRICS-ի անդամ պետություն է։ Բախի չեն օգնում Ռուսաստանին։ Ուրեմն պոտենցիալ չունեն։ Հայկ Սուքիասյանի կարծիքով այս կառույցի անդամ երկրները առանձին վերցրած աշխարհի այլ պետությունների հետ ունեն բավականին լուրջ խնդիրներ։ Ուստի պետք չէ նաև գերագնահատել BRICS-ի դերը աշխարհաքաղաքական գործընթացներում։ Դա լոկ չափազանցություն է։ Ռուսաստանը հիմա Ալիևին չի կարողանում ճնշի այս պահին։ Դա համար ինչ է արել։ Քծնում է, դուք տեսել եք ինքը աշխարհի գիգանտը միջուկայի Ռուսաստանը նայեք աշխարհում միջուկային երրյակ ունեցող երկրորդ պետությունն է։ Մեկը ԱՄՆ-ն է, մեկը Ռուսաստանն է։ Միջուկային տրիադա։ Միջուկային գիգանտը գնացել է նա Թեկիս Ալիևի գերեզմանի մոտ, կանգնել է, ուրան է պատճում։ Հասկացեք ինչի։ Որովհետև պարկել է թուրքական աշխարհի ոտքերի տակ, աղերսում է աջակցություն։ Ինքը Ալիևի ոտքերի տակ չի պարկել, ինքը պարկել է Չերես Ալիև Էրդողանի ոտքերի տակ։ Հիշեցնեմ, BRICS կոչվող միջպետական այս միավորումը ի սկզբանե ստեղծվել էր իբրև թե հակակշիռ Եվրամիությանը։ Դեռևս 2009 թվականին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը հիմնադրեցին BRIC կոչվող խումբը, որին 1 տարի անց 2010 թվականին միացավ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը, այն դարձնելով BRICS։ 2024 թվականի հունվարի 1-ից այս կառույցին պաշտոնապես անդամակցեցին Եգիպտոսը, Եթովպիան, Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այժմ էլ անդամագրվելու պաշտոնական հայտ է ներկայացրել նաև Թուրքիան։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է։ Կայացել է երկու նախարարների առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Վրաստանի պաշտպանության նախարարությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը։ Պայմանավորվածությունը ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտոնական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները։ Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը։ Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան գործընկերության զարգացումը եւ իր լիակատար աջակցությունը հայտնել այդ գործընթացին։ Առավոտյան Սյունիք այցից ու այնտեղ նորակառույց դպրոցի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ մեկնել է Կիրանց, որտեղ եւս մասնակցել է նորակառույց դպրոցի բացմանը։ Նա Տելեգրամի իր էջում գրառում է կատարել եւ կից տեսանյութ հրապարակել։ Դպրոցները համալրվում են նոր չափորոշիչներին համապատասխան նոր դասագրքերով։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գիտելիքի օրվա արդիվ իր շնորհավորական ելույթում նշել է, որ սկսվող ուսումնական տարին ազդարարվել է մշակութային կրթության տարի։ Անդրեասյանն ընդգծել է, որ ինչպես նախընթաց տարիներին այս ուսումնական տարին եւս մեկնարկում է շարունակական բարեփոխումների ընթացքով, կառուցվում, վերակառուցվում, նոր գույքով եւ սարքավորումներ հագեցվում են դպրոցներում մանկապարտեզները, քոլեջներն ու ուսումնարանները։ Զարգացման ամենաուղիղ ճանապարհը որակյալ կրթությունն է։ Գիտելիքի ու դպրոցյան օրվա արդիվ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր շնորհավորական ուղերձը հղել է Եղիշեչարենցի տուն-թանգարանից, նշելով, որ ընտրությունը պատահական չէ։ Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի, այն նշանավորելով բազմաթիվ միջոցառումներով, մրցույթներով ու ցուցահանդեսներով։ Եղիշեչարենցի տուն-թանգարանը, ինչպես եւ մեր մյուս թանգարանները, նաեւ թատրոնները, համերգասրահները, արգելոց-թանգարանները լինելու են դպրոցականների այցելության։ Նախագծային ուսուցման միջոցով տեղում գրականության, պատմության, մյուս առարկաները նոր անկյան տակ բացահայտելու, սովորելու եւ իմաստավորելու վայրերից մեկը։ Սեպտեմբերի 21-ից մեր պետության անկախության օրվանից սկսած 6 ամիս շարունակ Հայաստանի պատմության թանգարանում կլինի կարևոր ցուցադրության բացում Անահիտ Իսմարյան «Մայրաստվածություն» խորագրով։ Ըստ Անդրեասյանի կրթական ոլորտում տեղի են ունենում թե բովանդակային, թե ենթակառուցվածքային բարեփոխումներ։ Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվանից 10-րդ դասարանում սկսելու են ուսումնասիրել արվեստ առարկան, որը հանրակրթության նոր չափորոշիչի կարևոր բաղադրիչներից է։ Նախատեսում ենք ունենալ արվեստի օր, որտեղ դպրոցները կներկայացնեն իրենց մշակութային կրթության նախագծերը, իրականացնելու են կրթամշակութային նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ, թանգարանային օրեր, բոլոր մարզերում եւ Երևանում կիրականացնենք մշակութային էքսպոներ, որտեղ մեր մշակութային հաստատությունները հանդես կգան իրենց տաղավարներով, իրենց խաղացանկերի եւ ցուցադրությունների ներկայացմամբ, իրազեկելով դրանց մասին դպրոցականներին, ծնողներին եւ ուսուցիչներին։ Կիրականացվեն ուսուցիչների եւ մշակութային հաստատությունների աշխատակիցների համատեղ վերապատրաստումներ, աշխատելու ենք հետադարձ կապի ակտիվ ռեժիմով, կիրառելով շփման տարբեր հարթակներ։ Բարեփոխումների ճանապարհը դյուրին չէ։ Այս փուլում մենք անցնելու ենք խոչընդոտներով լի ճանապարհ եւ որևէ հաջողություն չենք գրանցի առանց մեր ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների, ուսանողների եւ դասախոսների, մեր գիտնականների եւ բուհական կառույցների անմիջական աջակցության, հավելել է նախարարը։ Հանրակրթության պետական չափորոշիչը այս ուսումնական տարում գործելու է արդեն 7 դասարաններում։ Գրեթե բոլոր առարկաների համար տպագրվել են նոր դասագրքեր, փոխվել է ավարտական քննությունների ձևաչափը, մանկավարժներին շարունակաբար խրախուսելու, կարողությունները զարգացնելու մեխանիզմներ են մշակվել։ Ուսանողներին, երիտասարդ գիտնականներին տրվել են նոր հնարավորություններ շնորհիվ այն բարեփոխումների, որոնք ակտիվորեն իրականացվում են։ Անդրեասյանն առանձնահատուկ շնորհավորել է առաջին դասարանցիներին եւ առաջին կուրսացիներին, կոչ անելով սովորել հաճույքով, դժվար հարցեր տալ, պրպտել, սխալվել ու սխալներից հետո ճիշտը գտնել։
Ի դեպ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգում հայտագրված է 34780 առաջին դասարանցի։ Ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42000 աշակերտ։ Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն փորձի փոխանակում խորագրով միջազգային երկօրյա համաժողովը, որի անցկացման նպատակը մեկն է՝ համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն փորձի փոխանակում խորագրով միջազգային երկօրյա համաժողովին։ Ողջունելով Քաթարից եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանած հյուրերին, Աննա Հակոբյանն իր խոսքում ընդգծել է, որ նրանք արժեքավոր եւ կարեւոր մասնակցություն կունենան համաժողովին, իսկ մասնակիցները կհեռանան նոր գիտելիքներով, հմտություններով եւ հնարավորություններով, գործակցությունների պայմանավորվածություններով։ Ես հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, հսկայական ջանքեր է գործադրում Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Քիչ հետո մանրամասն կներկայացվեն ռեֆորմները եւ մյուս բոլոր քայլերը, որ արվում են այս ճանապարհին։ Բայց միաժամանակ պետք է ցավով արձանագրեմ, որ մենք դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար, նրանց վերաբերյալ կարծրատիպեր կոտրելու եւ խտրական վերաբերմունքի դեմ պայքարելու ուղղությամբ, նրանց կյանքի համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Վարչապետի տիկինն ընդգծել է, թեև դժվար է արձանագրել, բայց այնպես չէ, որ մեր երկրում հանրությունը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի կամ նրանց հավասար ընդունելու ու կյանքի հավասար պայմաններով ապահովելու հարցերը։ Պետությունը որդեգրել է ներառականության քաղաքականությունը եւ իրականացնում է մեծ բարեփոխումներ, ստեղծվում են ենթակառուցվածքներ։ Բայց շփվելով իրենց հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ընդ որում ամենատարբեր տարիքային խմբի ներկայացուցիչների հետ, ես մի բան եմ հասկացել։ Գուցե ելնելով նաև նրանից, որ Հայաստանում լիարժեք ապահովված չեն մատչելի եւ հասանելի ենթակառուցվածքներով, ծառայություններով, նրանք միևնույն է, օբյեկտիվորեն դժվարանում են համարել, որ կարող են այս կյանքը ապրել այնպես, ինչպես մնացածները, իրենց առաջ դնել նույն նպատակները, ունենալ նույն ձգտումները, աշխատել, լիիրավ եւ լիարժեք քաղաքացի լինել։ Մենք նրանց վերաբերվում ենք որպես խոցելի խումբ։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ սեպտեմբերի 1-ից 2-ը անցկացվում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն փորձի փոխանակում խորագրով միջազգային համաժողովը, որի նպատակն է համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, վերհանել խնդիրները, ներկայացնել պետական նախաձեռնությունները եւ ծրագրերը, ուսումնասիրել միջազգային փորձը, գիտելիքների եւ մասնագիտական գործիքակազմը եւ դրանք կիրառելի դարձնել Հայաստանում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանում եւս մեկ բարձրաստիճան զինվորական է կալանավորվել քննչական կոմիտեն հայտնում է Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի կալանավորման մասին։ Հաղորդվում է, որ գեներալ-մայորը կասկածվում է $224,000 կաշառք ստանալու համար։ Վերջին ամիսներին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տարբեր բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել յուրացման, կաշառակերության, մեքենայությունների մեղադրանքներով։ Միջազգային նորությունները դիտեք տեսաշարով։ Ուկրաինան եւ Ռուսաստանը հայտարարել են մեկը մյուսի ուղղությամբ արձակված հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի մասին գնդակոծությունների հետևանքով կան վիրավորներ։ Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 10-ից ավելի թևավոր հրթիռ եւ շուրջ 10 բալիստիկ հրթիռ։ Բելգորոդը առավոտյան հրթիռակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Հարձակման հետևանքով ուղիղ հարվածներ են եղել մեկ սոցիալական եւ մեկ առևտրային օբյեկտի վրա։ Գրել է մարզպետը եւ նշել, որ ամբողջությամբ ավերվել է Արյուծի Զակ մանկապարտեզը։ Նրա խոսքով վնասվել է նաև 2 առանձնատուն եւ 1 ավտոմեքենա իշխանությունների որոշմամբ շաբաթվա ընթացքում այս տարածքի մանկապարտեզները չեն աշխատի, դպրոցները կգործեն միայն հեռավար ձևաչափով։ Բացի այդ, Բելգորոդի շրջանի Դուբովոյե գյուղում ուկրաինական զինված ուժերի հարձակման արդյունքում հրդեհվել է 2 տուն եւ 4 մեքենա, վիրավորվել է տեղի 1 բնակիչ։
Տեղեկություններն այն մասին, որ միջազգային քրեական դատարանը դիմել է Մոնղոլիայի նախագահին, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի այցի նախաշեմին իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը։ Եկեք հերքենք համացանցում տարածվող բազմաթիվ կեղծ տեղեկությունները։ Տեղեկությունը, որ միջազգային քրեական դատարանը Մոնղոլիայի նախագահին ուղղված նամակում հայտարարություններ ու կոչեր է փոխանցել կապված սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի ղեկավարի մեր երկիր կատարելիք այցի վերաբերյալ սուտ է եւ փաստերի խեղաթյուրում, այլ ոչ թե պաշտոնական աղբյուրից ստացված տեղեկություն։ 100,000-ավոր իսրայելցիներ բողոքի ցույցից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել Այալոն, Մայրուղի եւ 3 ժամով արգելափակել երթևեկությունը։ Ոմանք իրեր են այրել, ցանկապատեր են կանգնեցրել ճանապարհին, քարերում մետաղական իրեր տեղադրել։ Ոստիկանությունն այս գործողությունն անօրինական է ճանաչել եւ միջոցներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, օգտագործվել են ջրցան մեքենաներ եւ լուսաձայնային նռնակներ։ Մի քանի մարդ վիրավորվել է, մոտ 30 մարդ ձերբակալվել է Թել Ավիվում, 5-ը Երուսաղեմում։ Ձերբակալություններ են տեղի ունեցել նաեւ այլ բնակավայրերում։ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար է Իլհամ Ալիևի նոր Ադրբեջան կուսակցությունը, այն ստանում է խորհրդարանի 125 մանդատներից 68-ը, հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, հիմնվելով ընտրատեղամասերի 91%-ի քվեաթերթիկների մշակման արդյունքի վրա։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 37.27%, գրանցված 6.4 միլիոնից քվեարկել է 2.1 միլիոն ընտրող։ Մնացած մանդատները, ինչպես գրում է Թուրանը, կտրամադրվեն այսպես կոչված անկախ թեկնածուներին, որոնք հայտնի են իրենց իշխանամետ դիրքորոշմամբ։ Ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցությունը բոյկոտել է ընտրությունները Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 125 պատգամավորական մանդատի համար պայքարում էր 990 թեկնածու։ Դոմինիկյան Հանրապետության Ազուա նահանգում 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել ավոկատոյով բեռնված բեռնատարի հարվածի հետևանքով։ Վիրավորների մեծ մասը տեղափոխվել է Սան Ժոաո նահանգի հիվանդանոց, քանի որ այն ավելի մոտ է դեպքի վայրին, մահացածներից 6-ը տեղափոխվել է Ազուայի դատաբժշկական ազգային ինստիտուտ, մահացածների մեծ մասը տղամարդիկ են, զոհերի թվում կա 17-ամյա դեռահաս։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։